ասելիքս թող ընդունվի որպես հրատապություն։ Ինչու որտեվ սենց բան ինչ որ հիմա տեղի է ունենում, եկեք միասին պարզաբանենք, թե սա որքանով է օրինական եւ նորմալ երկրում, ոչ Բադրջան երկրում, ոչ Բադրջան պետությունում, ոչ Բադրջան իշխանությունների եւ նրանց ենթակայության տակ գտնվող Բադրջան համակիրների շրջանում նորմալ երկրներում ինչպիսի ռեակցիա կտար։ Ես չեմ ասում Բադրջանը, երկիրը, կառավարությունը, նրանց հպատակները, ես դες բան չեմ ասում։ Ես ասում եմ, որ ոչ Բադրջան երկրում լինում է որոշակի գնահատական ու հիմա տեսնենք, թե ինչի մասին է խոսքը։ Սկսենք նրանից, հարգելիներս, որ պետական բյուջեն, որ ամեն տարի հաստատվում է ու մեր ականջին այդքան սովորական է, դա օրենք է։ Պետական բյուջեն գալիք տարվա ծախսերի մասին, կառավարության, գործադիր իշխանության ծախսերի մասին ազգային ժողովի կողմից ընդունված օրենք է։ Այսինքն որևիցե լումա դրամ չի կարող ծախսել կառավարությունը, գործադիր իշխանությունը, եթե ազգային ժողովը չի ճանաչել այդ ծախսերը որպես օրենք։ Որպեսզի ավելի լավ պատկերացնեք, բերեմ ոչ Բադրջան մի երկրի օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Անցյալ տարի ԱՄՆ կոնգրեսը չէր հաստատում պետական ծախսերի մի շարք, ուրեմն հարցերում ընդհանուր հայտարարի չէին գալի եւ չէր հաստատում պետական ծախսերը։ Արդյունքում պետական ամբողջ ապարատը կանգնած էր անփող, անաշխատավարձ վիճակի առաջ։ Եվ ինչ որ հատուկ ռեժիմով աշխատում էին, հատուկ ռեժիմով չէին կարող աշխատել, որովհետեւ կոնգրեսը չէր սահմանել բյուջեն, որը օրենք է, հասկանում եք։ Եթե բյուջեում գրած է գլուխը տալիս ես պատին, ուրեմն դա օրենք է։ Եթե գրած է որ գլուխը չես տալի պատին, դա էլ է օրենք։ Բյուջեն ժողովրդի կողմից ներկայացուցիչ հանդիսացող պարլամենտի ծախսերի մասին օրենքն է։ Պետության նախագիծ կամ պետականաշինության ուղեցույց այդ աշխատանքը, որ գրել են, որ ստեղծել են, այնտեղ խոսում եմ քսակի իրավունքի մասին, քսակի իշխանության մասին։ Դա ծախսերի պարտադիր հաստատումն է բյուջեի կողմից։ Եթե բյուջեում չկա այդ ծախսերը հաստատած, ուրեմն չի կարող այդ ծախսերը լինի։ Սա սկսենք որպես նախաբան։ Հիմա թոշակների բարձրացում, այն էլ 10,000 դրամով նախատեսված չի, բոլորովին վերջերս 2 ամիս առաջ ընդունված բյուջեով։ Նախատեսված չի այդպիսի բան։ Այսինքն օրենքով չկա նման ծախսեր։ Դա մեզ ձեռատալի ձեռ չի տալի, հարցի մյուս կողմն է։ Իրավունքի ուժով, օրենքի ուժով չկա նման ծախս, այունգեր։ Պետությունը չի նախատեսել նման ծախս։ Ավելին, թե տնտեսական աճը ավելա, պակասա, լավա, վատա, բյուջեն օրենք է։ Ավելին, եթե դու նոր փետրվար ամսին հասկանում ես, որ տնտեսական աճը, ինչպես Գևորգ Պապոյանն ասել, էկոնոմիկայի նախարար, եթե դու փետրվարի հաշվարկներով, ասենք, որոշում ես, որ այս տարի բանը, անցած տարի տնտեսական աճը սպասվածից ավելին է եղել։ Բա որ այս տարի սպասվածից քիչ եղավ։ Բա որ սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսն եկավ, ինչ ես անելու։ Իջացնելու ես թոշակները նորից։ Դա խաղալիք է, հա։ Խաղալիք է տարվա կեսից նախընտրական շրջանում որոշում ես դա անել։ Բայց sense մի խոսքով բյուջեն օրենք է ու օրենքում նման ծախս նախատեսված չի։ Բոլոր այն ծախսերը, որոնք այնտեղ նախատեսված չեն, ապօրինի ծախսեր են։ Ապօրինի են։ Դա հանցագործությունն է։ Կառավարության կողմից, գործադիր իշխանության կողմից հանցագործություն է անել ծախսեր, որոնք նախատեսված չեն բյուջեով։ Ավելին, նույնիսկ կարող է բյուջեով հաստատված լինի, բայց այդ ծախսերը նպատակային չլինեն, տարվա վերջում հաշվետվություն ներկայացնելուց պարզվի, որ էլի հանցագործություն է տեղի ունեցել։ Նույնիսկ եթե բյուջեով սահմանված, իսկ եթե բյուջեով սահմանված չի, դա հանցագործություն է։ Ինչպիսի սողանցքներ կան, օրենքը ինչպիսի սողանցքներ է թույլ տալի, որից կարա օգտվի սողանցքների մեռած կառավարությունը։ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարում է, որ թոշակները 10,000 դրամով բարձրացրել, որ ինքը 2 ամիս առաջ լրիվ ուրիշ բաներ ասում, դրա մասին կլսեք բազմաթիվ այլ եթերներում եւ ուրիշների ստատուսներում։ Ես փորձեմ բուն նյութին անդրադառնալ, որը վերջում կապելու եմ բժշկության հետ, ուշադիր։ Առողջության ապահովագրության հետ այս ամեն ինչը գնալու կապվի։ Դրա համար ուշադիր լսեք։ Հիմա ինչա տեղի ունեն։ 2 ամիս առաջ ընտրություններից 3 ամիս առաջ, այսինքն 2 ամիս առաջ ապրիլի 1-ին բարձրացվում է 10,000 դրամով։ Սա պետական ծրագիր է, բա ուր է բյուջեում չկա։ Ուրեմն սա հանցագործություն է։ Ցանկացած հանցագործություն, մանավանդ դա տեղի ունեցել դիտավորությամբ, պետք է ունենա մոտիվ։
Որն է մոտիվը այս մարդու։ Այս մարդկանց մոտիվը որն է։ Հա, նայում ես դեռ մեզ որ 2 ամիս հետո ընտրություններ են, այ ընկեր։ Ախ, մոտիվը դա է, ահա։ Ուրեմն այս հանցագործության մոտիվը առաջիկայում սպասվող ընտրություններն են։ Հետևաբար սա ինչ է, սա ընտրակաշառք է։ Երկրորդ կարծիք լինել չի կարող։ Սա ընտրակաշառք է։ Ինչպիսի օրենքի սողանցներից, այսպես ասած, լազեիկաներից են օգտվել։ Ինչ է ասում Գևորգ Պապոյանը, էկոնոմիկայի նախարար, իր շեֆին արդարացնելով։ Ասում է, որ մենք պահուստային ֆոնդից կօգտագործենք այս գումարը։ Ուշադրություն ժողովուրդ, լսել եք պահուստային ֆոնդ արտահայտությունը։ Գիտեք ինչ է դա։ Դա մի հատ կողքի դրած բյուջեի մոտավորապես մի 5%-ը կազմող ֆոնդ է, որը նախատեսած է ճգնաժամերի ժամանակ, ճգնաժամերի հատուկ դրության ժամանակ պետության կողմից օգտագործելու համար։ Համաճարակ, բնական աղետ, չգիտեմ, երկրաշարժ, պատերազմ, հատուկ ճգնաժամային իրավիճակներում, որպեսզի պետությունը փաստի առաջ չկանգնի, կա պահուստային ֆոնդ։ Այդ ֆոնդը արտակարգ իրավիճակներում օգտագործելու համար է։ Հիմա հարց. թոշակառուների թոշակի բարձրացումը, դա արտակարգ դրություն է, արտակարգ իրավիճակ է, ճգնաժամային իրավիճակ է։ Պահուստային ֆոնդին կպնում ես այս դեպքում։ Հիմա հարց. այսօր ով որ կպնում է պահեստային ֆոնդին, բա որ վաղը ճգնաժամ եղավ, համաճարակ եղավ, բնական աղետ եղավ։ Որտեղից է ծախսել ընկեր։ Այն ինչ բյուջեում գրած է, դա արդեն նախատեսած ծախսեր են։ Դու չունենաս մի կողմ դրած որոշակի գումար, որ կարողանաս նման իրավիճակներում ծախսես։ Դա էլ է բյուջեով հաստատված իդեպ, դա էլ է օրենք, որ կա մի կողմ դրած գումար, պահուստային ֆոնդ, որը ծախսվում է միայն ճգնաժամային խնդիրները լուծելու համար։ Բայց արի ուտես, որ ՔՊ-ն, քանի որ պետությունը եւ բյուջեն դարձրել է իրանց հորը դուքյանը, ինչ է անում։ Բա իրանց մոտ ճգնաժամ է։ Սոցհարցումներ են արել, տեսել են, որ խնդիր կա։ Ընտրություններից առաջ հատուկ արտակարգ դրություն է իրանց ներկուսակցական, ներխմբային շահերում կա այդ ճգնաժամային դրությունը։ Եվ իրենք իրենց թույլ են տալի կպնել պետության պահուստային ֆոնդին, որը համապետական ճգնաժամի լուծման համար, անգեր ջան, ոչ թե ձեր նախընտրական ճգնաժամի լուծման համար։ Ու այս մարդիկ իրանց նախընտրական ճգնաժամի ուրեմն բավարարման համար, ընտրակաշառքի համար դիմում են պահուստային ֆոնդին, կպնում են պահուստային ֆոնդին։ Սա հարգելիներս հանցագործություն է։ Սա պետական ծրագիր չի, սա հանցագործություն է։ Մեկ հանցագործություն է, որ դու առանց բյուջեում սահմանելու ընտրություններից առաջ թոշակ ես բարձրացնում։ Բարձրացնող էլ ընկեր, անցած տարի բարձրացնեի։ Սպասի հուլիս ամսին, օգոստոսին կբարձրացնես։ Բարձրացնող էլ բարձրացնել կամ ինչ ես, կամ սրանից հետո։ Եվ երկրորդ հանցագործությունը, որ դա անում ես պահուստային ֆոնդին կպնելով, որպես օրենքի սողանց կամ լազեիկա։ Իբրև թե առանց բյուջեի ինքը չի կարա պես ծախսեր անի։ Դրա համար կպնում է պահուստային ֆոնդին, բայց պահուստային ֆոնդը կրկնում եմ, դա նեղորվա համար է։ Այդ ապրիլի 1-ից ի՞նչ նեղոր է թոշակ բարձրացնելը։ Հիմա մյուս հարցը։ Հայաստանում կա մոտ 600,000 թոշակառու, 10,000 դրամով բարձրացնում են, մոտավորապես իրենց հայտարարած թվերն եմ ասում, 75 միլիարդ դրամ։ 75 միլիարդ դրամ փող է դա անում 1 տարվա համար։ Հիմա, եթե դա 1 տարվա համար անում է 75 միլիարդ դրամ, մոտ 180 քանից 190 միլիոն դոլար։ Մոտ 190 միլիոն դոլար։ Լավ, այդ 190 միլիոն դոլարը եթե կա, բա բժշկական ապահովագրության համար շարքային քաղաքացիներից 200,000 դրամ եւ ավել ստացող 11,000 դրամ ինչի է ամսական հավաքում։ Իդեպ, եթե կա 600,000 թոշակառու, որոնց վճարելու են ամիսը 10,000 դրամ ավելի, մոտ 400,000 քաղաքացի կա, աշխատող կա, գրանցված աշխատող, ումից իրենք ամեն ամիս 11,000 դրամ վերցնում են։ Այսինքն 11,000 դրամ վերցնում են 400,000 մարդուց, որ 600,000 մարդու 10,000 դրամ ամիսը ավել փող տան։ Ընկեր, դուք ձեզ եք գժիտել դրել, թե մեզ եք գժվեցնում։ Գժվեցնում եք մարդու։ Բայց եթե դուք այդ փողերն ունեք, այ ընկեր, մի բան էլ ավել ունեք փաստորեն։ Եթե օրինակ բժշկական ապահովագրության համար բնակչությունից դու վերցնելու ես 55 միլիարդ դրամ, մոտավոր թվեր եմ ասում, մոտավոր հաշվարկով, այն պետպատվերի փողերը, որ հնուց կար եւ այլն, այս ամեն ինչ իրար հետ, պլյուս 55 միլիարդ դրամ էլ վերցնում ես աշխատող մարդուց 200,000 դրամ եւ ավել աշխատող մարդուց
ամբողջ տարվա համար վերցնում ես 55 միլիարդ դրամ։ Դու ընդ 75 միլիարդ դրամ էլ թոշակառուին ես տալի, 20 միլիարդ դրամ տարբերություն։ Այդ չհասկացանք ես։ Գիժի տեղ եք դրեմ արդյոք։ Բայց ինչ չեք ապահովագրության համար փող վերցնում։ Մի հատ էլ բժշկի աշխատավարձ գցում, մի հատ էլ ամբողջ առողջապահական համակարգը խառնում իրար ու հարսի բարեմասնություններով փեսին լավություն անում։ Ինձնից վերցնում է, որ իմ ծնողի թոշակը բարձրացնի։ Իմ կնոջից վերցնում է, որ իմ ծնողի թոշակը բարձրացնի։ Հա? Ըստե կայֆը որն է, ես չեմ ջոգում, դուք կայֆ եք բռնում։ Կայֆ եք բռնում, գժի տեղ եք դրեմ ես։ Ռեալ։ Չոր հաշվարկ եմ ասում։ Եթե դու 75 միլիարդ դրամ մի կողմի վրա ունես, դուք եք ասում այն մարդ, թոշակ է բարձրացնում, լավամարդ եք ելնում։ Բա մեզնից 55 միլիարդ դրամը չեք քաշում, կոպում, կճվում, չերուկ տանում։ Մի հատ էլ ցույց տալի իբրթե դուք ապահովագրություն եք դրել։ Կոկորտս ճղվավ ասելով, որ դա ապահովագրություն չի, դա պետպատվերի վերաձևակերպումն է։ Հիմա պետպատվերը վերաձևակերպեցիք, մեզնից փողը տարակ, հետո պարզվում է, մի հատ էլ ընդից փողեր եք հանել, որ էլի մեր կաշվից է դուրս գալու, թոշակառուներին 10,000 դրամ, հա հալալ լինի, հա լավ եք անում։ Հալալ լինի թոշակառուներին էլ իրանց 10,000 դրամն է։ Հա բայց մենք մեր տունը չենք կարա, մենք մեր ծնողներին 10,000 դրամից գրպանից հանենք, տանք։ Արանքը դուք պետք է մտնեիք, այսքան խոսակցություն բացեիք, անունը դնեիք, որ դուք լավ եք կառավարում, հա։ Սա ոնց հասկանամ։ Այսինքն սա գալիս է երրորդ կետը արդեն էս ամեն ինչի, սա արդեն հանցագործություն չի, սա արդեն ուղիղ մարդկանց գժի տեղ դնելը։ Դուք մարդկանց գժվստում եք ուղղակի։ Համ փող եք հավաքում առողջապահության համար, համ պարզվա փող ունեք թոշակ բարձրացնելու համար։ Ոնց ձեզ հասկանանք։ Տարբերությունը գիտեք որն ալնելու, որ այս մախինացիայի արդյունքում թոշակառուին մի հատ ընտրակաշարք են տալիս այս 10,000-ով, մի հատ պետպատվերներով 65 տարի լրացածներին, ապահովագրությունը 65 տարի լրացածներին առողջապահության հարց են լուծում, բժիշկներին չերելով, բժիշկների աշխատավարձը գցելով, ու ենել են շարքային բժիշկներին։ Առավոտի ծիրիկուն հանրության հետ աշխատող շարքային բժիշկների աշխատավարձը գցելով։ Եվ իբրև թե դες լավություն եք անում, եւ 110 միլիոն դրամ էլ միջազգային համաշխարհային բանկից վարկ վերցնելով, որ էլի մենք ենք փակելու։ Դուք ես 5 տարին ենթադրեք, իշխանավարեցիք 8 տարի, իշխանավարեցիք, դուք հիմա գնում եք, մենք մնում ենք այդ 110 միլիոն դոլարի տակ այ ընկեր, եւ այն միլիարդավոր դոլարների տակ, որ դուք ավելացրել եք պետական պարտքի ձևով։ Հիմա մարդու գժի տեղ եք դրել։ 110 միլիոն դոլար ընդդեմ քերեիք, հա, համաշխարհային բանկից, ու որոշեցիք այս կարգի մանիպուլյացիաներ ու մախինացիաներ անել։ Ժորժ ջան, ես ենթադրենք էմոցիոնալ եմ արտահայտում, ենթադրենք իմ խոսքը ռացիոնալ չի, դուք հաշվարկեք։ Դուք հաշվարկեք, տեսեք, թվերը ասեցի։ 600,000 թոշակառու, ամեն ամիս 10,000 դրամ յուրաքանչյուրին ավելացված թոշակ եւ 400,000 աշխատող մարդ ամեն ամիս 11,000 դրամ ավելացված փող վճար պետական ֆոնդին իբրև ապահովագրության ծախս։ Բյուջեում չնախատեսված ծախս արտակարգ դրության համար նեղ օրերին սահմանված պահուստային ֆոնդից անպատճառ առանց հիմնավորման, առանց այդ ճգնաժամի, առանց երկրաշարժի Աստված հեռու պահի, առանց այդ ճգնաժամի, առանց երկրաշարժի համաճարակի, առանց այդ ամեն ինչի փողերի օգտագործում կամայականության սկզբունքով։ Կամայականության սկզբունքով։ Իսկ ինչպես է կոչվում կամայականությունը իրավական պետությունում սահմանադրության առաջին հոդված։ Ինչպես է կոչվում կամայականություն, այո, կոչվում է ապօրինի։ Կոչվում է ապօրինի։ Ես եմ մի քիչ ենթադրենք գույները խտացած եմ ներկայացնում։ Դուք ինքներդ գնահատեք եւ ինքներդ հաշվեք։ Հիմա եկանք ոչ բادرջան երկրներում սենց բան չի կարա լինի։ Հիմա որոշեք սա բادرջան երկիր է, թե բادرջան երկիր չի։ Խորոված արած բادرջանը, թե Իմամբայանդի արած բادرջանը։ Դա էլ արդեն դուք որոշեք։ Հարգելի լսարան։ Եվ եթե իմ խոսքի մեջ ինչ որ մի բան ես սխալ ասեցի, սուտ ասեցի եւ այլն, խնդրեմ ամոթանք տվեք ինձ։ Բայց ես ոչինչ չսխալվեցի, կարող անդեմ 5000 դրամ էսկոմենկոմ ընդհանուր էս թվաբանության մեջ կամ չգիտեմ, ասա 500,000-ի մեջ մի 20,000 կամ 40,000 մարդու հաշվառ տարբերություն, բայց տրամաբանությունը դրանից չի փոխվում։ Տրամաբանությունը դա է։ Շնորհակալություն այս կեսգիշերն անց վիճակում ինձ հետևելու համար։
Սա չեմ ասում, որպեսզի ներվայնանաք, սա ասում եմ հիշեցնելու համար, որ կամ դուք եք զբաղվում քաղաքականությամբ, կամ քաղաքականությունն է զբաղվում ձեզնով։ Ավելին ասեմ, այս թոշակներն ու այս ապահովագրության անկատար համակարգը ձեր քթերից է գալու մեզ հետ միասին ընտրություններից հետո, եթե էական, արմատական փոփոխություններ, համակարգային փոփոխություններ չարվեն։ Այս ամեն ինչը, այս փնթի ու անկազմակերպ ծույլիկ վիճակը մեր քթերից է գալու եւ ձեր քթերից է գալու հարգելի լսարան։ Իսկ այդ կուտակված պարտքերն էլ միլիոնավոր եւ միլիարդավոր դոլարների տեսքով մեր ու ձեր երեխաների քթերից է գալու։ Արդյունքում ինչ լավամարդ են լինում ովքեր բավականաչափ խորամանկություն ունեն հարսի բարեմաստություններով փեսուն լավություն անելու։ Ու թերևս այսքանը շնորհակալություն ուշադրության համար։ Բարի գիշեր, խառնվեք քաղաքականությանը, թե չէ քաղաքականությունն է խառնելու ձեզ ու խառնվելու ձեր ու ձեր սերունդների կյանքին։ Խառնվեք քաղաքականությանը, ակտիվ եղեք քաղաքականապես։ Թերևս այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։ Բարի գիշեր։